Ուրբաթօրյա ողջույններ իմ փոքրիկ բարեկամներ։ Ինչու՞ միայն փոքրիկ։ Մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ ուրբաթօրյա ուսուցողական հաղորդումն է։ Դուք արդեն գիտեք, ուրբաթ օրը մենք ինչ հաղորդում ունենք, բայց եկեք ողջունեմ, վերջացնեմ, հետո կասեմ։ Ձեզ նաև ողջունում է մեր ժամապահ Քերին, ով երկար ժամանակ կտա, որպեսզի մենք նաև անդրադառնանք ծուր հայելի մանկապատանեկան զվարճալի հաղորդմանը։ Իմ փոքրիկ բարեկամներ, արդեն երկրորդ շաբաթն է։ Մենք ունենք նոր հաղորդում ծուր թատրոն ստուդիայի շրջանակներում։ Այն կոչվում է Ծուր հայելի։ Մեր շատ սիրելի Սան Թաթուլը ներկայացնելու է ֆիլմեր, հեռուստան ներկայացումներ, ծուր թատրոնի սիրված արտիստները, նույնիսկ սիրելի պոեզիաներ։ Դե եկեք երկար բարակ չխոսեմ, միանգամից խոսքը փոխանցեմ ու արդեն գիտեք, Թաթուլ Պետրոսյանին, իմ փոքրիկ բարեկամներ, գնում ենք դեպի Ծուր հայելիների աշխարհ։ Գուցե ամենաուղիղը սա է, բայց մենք անվանել ենք այն Ծուր հայելիներ։ Առաջ Ալբուլդա։ Ծուր հայելիների ուղիղ աշխարհից ողջույններ ձեզ, մեծեր եւ փոքրիկներ։ Ծուր կնստեմ, ուղիղ կխոսեմ, ես Պետրոսյան Թաթուլն եմ։ Կարծես թե պոետիկ ստացվեց ողջույնին։ Ինչևից է, եթերում Ծուր հայելիներ մանկապատանեկան զվարճալի հաղորդումն է, որտեղ ներկայացնում ենք Ծուր թատրոն ստուդիայի սաների ստեղծագործությունները, թատերական ներկայացումները, ուսուցողական հաղորդումները, ֆիլմերն ու պոեզիաները։ Այս հեքիաթը, որ քիչ հետո պետք է դիտենք, առաջին անգամ մեկ կարպետի շուրջ բեմադրել է հայ ազգի լավագույն կինոռեժիսոր Հերիկ Մալյանը իր կինոդերասանի թատրոնում։ Իսկ մենք այն ներկայացնելու ենք մեր տարբերակով, իհարկե չհեռանալով մալյանական կախարդական կարպետից։ Այժմ պատրաստ եղեք, բացվում են Ծուր թատրոնի վարագույրները, լույսերը մարում են եւ սկսվում է զվարճալի հեքիաթ ներկայացումը՝ Սուտլիկ Որսկանը։ Դիտեք, ծիծաղեք եւ սովորեք Թումանյանի հեքիաթի շնորհիվ։ Հովանես Թումանյան, Սուտլիկ Որսկանը։ Հորս կնունքով, մորս ծնունդով, ավեր կացանք մի օր 5 ու 6 հոգով, թրով թվանքով, որսի գնացինք։ հադիներ, Ուդիներ, չոտիներ, Մարտիներ, հերս էր, ես էի, գնացինք որսի, հու հա, հա, սարեր, ծորեր, դուզ գնացինք, որտեղ որսկար սուսուփուս գնացինք, որտեղ ահեր, կուզեկուզ գնացինք, գնացինք շատ թե քիչ, Միներ տեսնենք, 3 լիճ։ Երկուսը ցամաք, մնի մեջն էլ սկի ջուր չկա։ միներ տեսնենք, ես անջուր լճում, ալողում են ճաչում, 3 հատ սպիտակ բադ։ Երկուսը սատկած, մին էլ սկի կենթանի չի։ հադի, տուր հատուր, Թվակ չունեմ։ ահուդի տուր հատուր, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հորես ձերը, հաստ ու բարակ, կարճ ու երկար մի պետ կար, երեսն առավ նշան բռնեց մին էլ տրխկ, որ կրակ ես, Նա կրակեց։ ես զարկեցի, որ զարկեցի, Գետին փրվեց։ Ամեն թևը հին գազուկես։ հադի դանակ, Դանակ չունեմ։ ահուդի դանակ, ես էլ չունեմ, չատի մատի, մենք էլ չունենք, բա ինչ անենք, հերս էլ ունի, բերան չունի, Էսա բերան դանակը քաշեցինք, հադին մարդեց չկարած, ուտին մարդեց, չկարած, չատին չկարած, Մարտի, չկարած, ժետել, չկարած, ես քաշեցի, մորթեցի, ամորթեցի, վեր կծեցի, աբադ մի ասիլ, մի գոմեշ ասա, Հադի շալակից չկարած, շլակեց, չկարած, չատին չկարած, Մարտի, չկարած, ժետել, չկարած, ես շալակեցի,
Գնացինք։ Գնացինք, հասանք միտեղ։ Մինե տեսնենք երեքեղ։ Երկուսի տեղը ըսկի չի երևում, մնումն էլ ըսկի տուն չկա, ես անտուն գյուղում, Ամիտուն գտանք։ Այդ տան մեջ 3 պարավ։ երկուսը մեռած, մնի բերանումն էլ ըսկի շունչ չկա, Իսան շունչ պարավ է, դեսման եկավ, դենման եկավ, մի կես բրինց գտավ, ու 3 պաղինց։ երկուսը ծակ, մին էլ ըսկի տակ չունի, Տղեր, Համե։ ինչ ա եղի։ Ինչ։ Ինչ կա։ Աս եկեք, բադով փլավանենք։ ջուրը լցինք էտ անտակ բրինցը, մեջը դրինք էտ բադն ու բրինցը, անկրան էպեցինք, էպես, բադն ու բրինցը գնացին, մնան ջուրը, Որսից եկած, սոված մարդիկ։ վրատին կերանք, Կերան։ մենք էլ կերանք, ուֆ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։ Ծափահարությունները չեն դադարում, սիրելի հեռուստադիտողներ։ Բրավո նաև մեր հանճարեղ բեմադրիչ Հենրիկ Մալյանին, որ այս գաղափարը հեքիաթ ներկայացման ուղղակի նվիրեց մեզ։ Ինչպես։ Դուք չեք ճանաչում Հենրիկ Մալյանին։ Որպեսզի ես երկար բարակ չներկայացնեմ նրան, իմ փոխարեն դա կանի Ծուռ թատրոնի սիրված արտիստները ճանաչողական էջը։ Ճանաչենք միասին մեր հանճարներին։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ծուռ թատրոնի սիրված ռեժիսորներ ճանաչողական էջն է, ձեզ հետ Ոսկան Ոսկանյանն է։ Սիրելի արվեստասեր հեռուստադիտողներ, հատկապես փոքրեր, այսօր մենք ձեզ հետ ծանոթանալու ենք մի արվեստագետի հետ, ով խորհրդային Հայաստանի կինոարտադրության ամենաընդունված կինոբեմադրիչն է եղել, ում ֆիլմերը համարյա թե բոլորը շատ է սիրվել հայ հանդիսատեսի կողմից։ Խոսքը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի և կինոյի ռեժիսոր Հենրիկ Մալյանի մասին է։ Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թել Ավիվում, Թիֆլիսի նահանգներից մեկում։ 1945-ից 1951 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, Լևոն Քալանթարի արվեստանոցում։ 1953 թվականին ավարտել է Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ընդլայնված դասընթացները։ 1954 թվականից աշխատել է տարբեր թատրոններում որպես ռեժիսոր։ Նույն ժամանակաշրջանում աշխատել է Հայ ֆիլմում որպես ռեժիսորի օգնական, այնուհետև որպես գլխավոր ռեժիսոր։ 1962 թվականին Մոսֆիլմում ստաժավորում է անցնում ռեժիսորներ Կալատազովի և Բոնդար Չուկի մոտ։ 1980 թվականին Հայ ֆիլմին առընթեր հիմնադրում է Մալյան թատրոն ստուդիան։ Նույն ժամանակաշրջանում նաև հիմնում է Կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականին անվանակոչվում է նրա անունով։ Որքան էլ մեծ էր զբաղվածությունը թատրոնում, այնուամենայնիվ կինոյի աշխարհը մեծ ճանաչում բերեց տաղանդավոր ռեժիսորին։ Նա նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որը մինչև այսօր սիրված է հայ հանդիսատեսի կողմից։ Հանրության մեջ ավելի հայտնի են Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, Վահան Թոթովենցի պատմվածքի հիման վրա նկարահանված «Կտոր մը երկինք» ֆիլմը, Եռանկյունին, Նահապետը, Նվագախմբի տղաները, Կարոտը և այլն։ Մնայուն է Մալյանական ձեռագիրը, հայկական ֆիլմարտադրության ոսկե էջերում դեռ երկար կապրեն նրա ֆիլմերը, որոնք դարձել էին մեր պապիկների և տատիկների ամենասիրելի կինոնկարները, որտեղից էլ հնչեցնում էին ֆիլմից լսված թևավոր խոսքերը։ Ընկեր լեյտենանտ, դու որ չգայիր, ես լողացողը չէի կամ գազ պարավարի լողալ։
Հայ հեռախոս, հայ աշխարհ, ով ստեղծեց։ Հարցրեք ձեր մեծերին Մալյանի ֆիլմերի մասին։ Հաստատ համոզված եմ, որ մի հետաքրքիր դրվագ կհիշեն եւ կպատմեն ձեզ։ Դե ինչ, ժամանակն է հրաժեշտի։ Ճանաչեք մեր մեծերին։ Եթերում Ծուր թատրոնի սիրված ռեժիսորներ ճանաչողական էջներ։ Ձեզ հետ է Ոսկան Ոսկանյանը։ Մինչ հաջորդ հանդիպում։ Դեռ ժամանակ շատ ունենք, որ հաղորդումն ավարտենք։ Պոետիկ եմ ես խոսում, հետս ինչ է կատարվում։ Իսկապես ցնդել եմ կարծես։ Լավ, հասկացա, պոետիկ տողեր ինձ հուշեցին, որ մենք պետք է անցնենք Ծուր թատրոնի ուղիղ պոեզիային, որտեղ մեր սաները ընթերցում են գեղեցիկ բանաստեղծություններ։ Այ օրինակ, տիեզերագնաց, գեղեցկուհի, դերասանուհի եւ վերջապես նկարչուհի Վիկտորիան այս ստեղծագործությունը նվիրում է Արցախին եւ բոլոր արցախցիներին։ Նա իր կարոտն է արտահայտում իր ծննդավայրի նկատմամբ եւ նկարում է Արցախի խորհրդանիշ Տատիկ Պապիկին։ Ճիշտ է, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, բայց ինչպես խոստացել էի մեր Անդրանիկ հաղորդման ժամանակ, հրաժեշտից առաջ հայերեն 3 բառ ենք սովորելու եւ ամրագրելու ենք մեր հիշողության մեջ, որպեսզի բացառապես հայերեն բառեր օգտագործենք։ Օրինակ, ոչ թե բարիշել, այլ հաշտվել, ոչ թե չափալախել, այլ ապտակել, ոչ թե փիլաքյան, այլ աստիճան։ Օրինակ, Արմենը դպրոցի աստիճանների վրա հանդիպեց ընկերոջը եւ ներողություն խնդրեց երեկվա ապտակի համար։ Ընկերը ներեց նրան եւ հաշտվեցին։ Իսկ օտարամոլ բառերով այսպես կհնչի. Արմենը դպրոցի փիլաքյանների վրա հանդիպեց ընկերոջը եւ ներողություն խնդրեց երեկվա չափալախի համար։ Ընկերը ներեց նրան եւ բարիշեցին։ Շատ ծիծաղելի է հնչում եւ ամոթալի։ Ավելի լավ է փորձենք մաքուր հայերեն խոսենք։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը Ծուր հայլիների ուղիղ աշխարհում։ Ձեզ հետ ինչպես միշտ Թաթուլ Ներ-Պետրոսյան, այլ ոչ թե Պետրոս Սղազարյան։ Տեսնում եմ ձեր աչքերը փայլում են, ժպիտը տեղն է սիրելի փոքրիկներ եւ մեծեր, ուրեմն մեր Թաթուլի Ծուր հայելի մանկապատանեկան զվարճալի հաղորդումը ձեզ շատ է դուր եկել։ Գիտեմ, դիտեցիք հեռուստաներկայացում, Սուտլիկ Ոսկանը, դուր եկավ ձեզ շատ լավ է։ Նաեւ ճանաչեցիք հանճարեղ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի։ Իսկ Ղարաբաղյան բանաստեղծությունը ինչպես է։ Ուրեմն ամեն ուրբաթ մենք հանդիպելու ենք եւ ձեզ հետ կիսվելու է իր մշակութային ստեղծագործական նյութերով Թաթուլ Պետրոսյանը։ Ինչ մնաց ինձ ասելու։ Մնաց հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն, որպեսզի դուք ուղարկեք ձեր նամակները, առաջադրանքները, նկարները, գուցե նաև փոքրիկ պատմությունները։ Ես խոստանում եմ, եթե լավ փոքրիկ պատմություն օրինեք եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, կխնդրենք Թաթուլին ձեր այդ փոքրիկ պատմությունն էլ իր հայելի հաղորդման ընթացքում կընթեցի։ Հիմա հասցեն եմ հիշեցնում քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իմ բարեկամներ, սիրելի մեծեր, անպայման ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջը։ Ժամանակը հրաժեշտի իհարկե։ Տեսեք, փոստատար Արչուկն էլ այստեղ է։ Ժամապահ Քերին, փոստատար Արչուկը, Թաթուլը Ծուր հայելիների աշխարհից եւ Քերին ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Աստված ձեզ պահապան եւ մեր այն կախարդական խոսքը։ Ալբուլդա